Ցով աչքերի պատճառով հեռուստասերիալում Սարոյանը վերջնական որոշում է կայացնում, այս անգամ բոլորից գաղտնի։ Էլայի վիճակը ծանր է, շտապ վիրահատություն է հարկավոր։ Սարոյանը առանց մեկի իմացության կազմակերպում է Էլայի և Նարինեի մեկնումը արտասահման, վստահ, որ միայն այդտեղ կարող են իրական արդյունքի հասնել ու Էլլային վերադարձնել քայլելու հնարավորությունը։ Բայց գաղտնիության պատճառը միանշանակ է, նա չի ուզում, որ Արմանը իմանա։ Չի ցանկանում, որ վերջինս փորձի մեկնել նրանց հետ կամ նորից ներգրավվի այս պատմության մեջ։ Այս որոշման մասին տեղյակ չեն ոչ միայն Արմանը, այլ նույնիսկ Ռեբեկան ու Սարան։ Սա այն հազվագյուտ պահերից է, երբ Սարոյանը գործում է ամբողջությամբ միայնակ, հանուն սիրելի թոռնուհու։ Արմանը Արամից իմանալով, որ այս պահին հիվանդանոցում ոչ ոք չկա Էլայի հարազատներից, շտապում է այնտեղ, հույս ունենալով, որ գոնե 1 րոպեով կտեսնի նրան։ Բայց բժշկուհին պատասխանում է, որ Էլլան այլևս այստեղ չէ։ Նա տեղափոխվել է արտասահման վիրահատության։ Արմանը քարանում է, մի քանի ժամում ամեն ինչ փոխվել է, իսկ ինքը հայտնվել է իրադարձությունների եզրին, լիովին անտեղյակ։ Խառնված, շփոթված ու սրտի ցավով լցված Արմանը ուղարկում է ձայնային հաղորդագրություն Նարինեին։ Նրա խոսքում աղերս կա, նա ասում է, որ պատրաստ է ամեն ինչի, միայն թե լինի Էլայի կողքին, հիմա երբ նրան ամենից շատ է պետք։ Բայց Նարինեն չի ընդառաջում, նրա պատասխանը կարճ է, չեմ կարող վտանգել դստերս կյանքը։ Այս բառերում այնքան ցավ ու պաշտպանողականություն կա, որ Արմանը խոսքեր չի գտնում։ Քիչ անց Սարոյանը նստում է Սառայի հետ լուրջ զրույցի, նա առաջին անգամ հայտնում է, որ Էլան մեկնել է երկրից։ Սառան զարմանում է, նրա համար սա հարված է ոչ այնքան փաստը, որքան այն, որ իրեն չեն ասել։ Հենց Սառային, ում միշտ վստահել են ամենակարևոր բաները։ Իսկ մինչ բոլորի աչքից հեռու, մեկ այլ ճակատագիր հասունանում է դանդաղ, բայց անխուսափելի։ Կարիկը փակված բանտի խցում միայնակ իր խղճի հետ հասնում է այն եզրակացությանը, որ ինքն իր կյանքի ընթացքում միայն ցավ է պատճառել։ Ամեն շարժումից հետո կորուստ, ամեն ընտրությունից հետո վնաս։ Եվ նա մնալով մենակ սեփական մութ մտքերի հետ, որոշում է վերջ տալ ամեն ինչին։ Մի քանի սերիայից տեղի է ունենալու ամենածանր ու սարսափելի դրվագը։ Կարիկը բանտում ինքնասպան է լինում։ Եվ այսպես, ամեն մեկը գնում է իր ճանապարհով, մեկը դեպի բուժում, մյուսը դեպի կորուստ, բայց բոլորի ճանապարհները հատվելու են այնտեղ, որտեղ ճշմարտությունը այլևս չես կարող թաքցնել։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով, արդյոք ճիշտ որոշում էր Կարիկի կողմից նման քայլ անելը։ Գրեք մեկնաբանություն։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաց մոժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Վայ, մա։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ այս մարդուն։ Թափ տուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում, որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում, որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location. Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Ես լավ գործընկերուհի ունեմ, չեք կարող պատկերացնել։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե, Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք, ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխար։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ Շարժում անոն քեզ, բայց դրա սորի սպանում է։
Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես, քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, Ռնայկյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեկտան։ Կարտոշկա եմ։ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դե մեծ դուրս շրխկացրա գնա։